Բարև ձեզ Factor TV հյուրը հանուն հավասար իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, բարև ձեզ Տիկին Աբրամյան։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարում է, որ Հայաստանը նպատակ ունի Մոսկվայից պոկվել եւ հայերը ելնելով այդ նպատակից հացահատիկի մի մասը սկսելու են ձեռք բերել Ուկրաինայից, սակայն խնդիրն այն է, որ ուկրաինական ցորենը 50%-ով թանկ է ռուսականից եւ Եմեն է փոխհատուցելու այդ թանկացած մասը։ Փաշինյանը սա բացարձակ անհեթեթություն էր այսօր որակում։ Այդ ձեր կարծիքով սկսենք այս լուրից, հա, սա ինչի մասին է ընդհանրապես արժանի է ուշադրության, արժանի չի։ Սա ռուսական վախերի մասին է, ինչը իրականում նաև ակնհայտ էր այն գործողությամբ, երբ ճանապարհը բացվեց, այսինքն տրանզիտը Ադրբեջանը թույլատրեց ղազախական ցորենի եւ միանգամից առաջին իսկ քայլով իհարկե Ռուսաստանը իր ցորենը շատ ավելի արագ եւ շատ ավելի այդպես առաջընթաց քայլերով ուղարկեց Հայաստան ցույց տալու, որ մենք ենք այստեղ ի վերջո այդ ուղղությամբ հիմնական մենաշնորհը մերը պիտի լինի։ Ցանկացած ներկրում, այսինքն ապաշրջափակման մասին եւ տնտեսական հատկապես դիվերսիֆիկացման մասին բոլոր հնարավորությունները եւ այդ ուղղությամբ բոլոր աշխատանքները իհարկե մեծագույն խանդով են վերաբերելու ռուսական կողմից։ Սա հասկանալի է, որովհետև որքան նվազեցնում է կախվածությունը բարենային անվտանգության տեսանկյունից, ռազմական կախվածությունը ամբողջությամբ հիմա արդեն վերացել է եւ եթե նախկինում 96%-ով Ռուսաստանից էր ներկրվում ռազմական ամբողջ մեր սպառազինությունը հիմա նույնքան 96%-ով հենց այլ երկրներից է ներկրվում, այսինքն այս տեսանկյունից հիմա տնտեսական կախվածությունը, պարենային կախվածությունը, էներգետիկ կախվածությունը այն հիմնական 3 գործոններն են մնացել, որոնք Ռուսաստանի համար կարևոր են եւ այս տարածաշրջանում իրենց ազդեցության լծակները շարունակաբար դեռ կիրառելի են։ Բնականաբար պարենային անվտանգության տեսանկյունից որևէ դիվերսիֆիկացիա իրենք վերաբերելու են շատ լուրջ խանդով եւ զայրույթով եւ այսպիսի հայտարարություններ կարող են անել, որոնք բացարձակ ակնհայտորեն անհեթեթություն են եւ բավական լուրջ այդպես ուղղակի ի ցույց է դնում իրենց վախերը։ Իհարկե Մոսկվայից կար նաեւ մեղադրանք արևմուտքի հասցեն Հայաստանում հիբրիդային պատերազմի առնչությամբ դրա մասին խոսենք 90%-ից ավելի ցորենի աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունը եւ լինելով կարևոր բարենմթերք ըստ էության մեր պետությունը չափազանց կախված է Ռուսաստանից, բայց այստեղ ես երբ որ տեքստը կարդում եմ, կար նաեւ այն բանը, որ օգնել Կիևին գնելով թանկ ուկրաինական ցորեն, հա այդ օգնել հակառակորդին օգնելու մեղադրանքը 2011-20 թվականներին Ադրբեջանի ռազմական արսենալի 67%-ը Ռուսաստանի եւ Բելարուսի վաճառած զենքն է, եւ դա համարվում էր զուտ բիզնես։ Զուտ բիզնես էր, օգնել չէր։ Նրանք չեն օգնել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմը սկսել։ Ուղղակի բիզնես են արել, հա։ Այդ ոնց հասկանալ, էլի, այս որովհետև ստացվում է իրենց կարելի է, հա, օգնել Ադրբեջանին ազատագրել Ղարաբաղը ըստ ռուս դեսպանի, չէ, Բաքվում, իսկ մենք չենք կարող ցորեն գնել եւս մեկ աղբյուրից։ Ոնց հասկանալ դա։ Սկսենք նրանից, որ Ուկրաինան այդ առումով բացարձակ խնդիր չունի իր ցորենի աֆրիկյան երկրներն, Ուկրաինայից խնդրում եվրոպական երկրներն են բավական շատ գնում, այսինքն այդ առումով ինքը շուկայի խնդիր չունի, մեծ հաշվով եվրոպական երկրների մեծ մասը հենց ուկրաինական ցորենի սպառմամբ են հիմնականում իրենց մատակարարումները ապահովում։ Այսինքն այս առումով ընդհանրապես անհեթեթություն է, որովհետև Հայաստանը այդ օգնությունը տալու կարիքը չունի։ Երկրորդը, եթե օգնության մասին է, ինչու հանկարծ նոր են հիշում, որ դա խնդիր է եւ Ադրբեջանի մասով երբևէ որևէ հայտարարություն, որևէ արտահայտություն չի արվել,
մեղադրելով Ադրբեջանին ահռելի ջանք տնելու եւ նաեւ օգնություններ, այսինքն ոչ թե զուտ բիզնես անելու տեսանկյունից, այլ հենց օգնություն ուղարկելու տեսանկյունից, այսինքն այս առումով դա բացարձակ խնդիր չի, մերը հանկարծ խնդիր է դառնում եւ այստեղ էլի այդ հայտարարությունների այդպես անհեթեթությունն է ակնհայտ դառնում։ Երկրորդը, այո, եթե հարցը թշնամուն օգնելն է, իսկ դուք ինչ եք անում որպես եւ եթե հիշենք երեք նաեւ Զախարովայի հայտարարությունը, որ ասում էր Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հուսալի դաշնակիցը, այն հուսալի դաշնակիցը, որ պատերազմի ամենասարսափելի իրողությունները ընդունեց որպես ազատագրում, որպես տարածքային ամբողջականության վերականգնում եւ այլ, այն հուսալի դաշնակիցը, որի հենց թողտվությամբ կամ իրականում նաեւ հենց նախաձեռնությամբ, ինչպես Շոյգուն էր ասում, հատուկ օպերացիայով 2020 թվականին տեղի ունեցավ պատերազմ, այն նույն դաշնակիցը, որը մեր սահմանները ընդհանրապես չի ճանաչում եւ ասում է, դե գիտեք, երբ հասել են ջերմուկ, դա կարող է այդպես սահմանային զուտ վեճ է, մենք չենք կարող, դելիմիտացված չի, դեմարկացված չի ձեր սահմանը եւ այլ։ Այդպիսի դաշնակից եւ այն դաշնակիցը, որը ահռելի միլիարդների զենքեր վաճառում, ընդ որում նոր զենքեր, ի տարբերություն մեծ տրված զենքերը, բավական նոր սպառազինություններ էր, որտեղ Հայաստանին չի տրվել նոր սպառազինություն, դրանք եղել են օգտագործված զենքեր, դրանք եղել են գուցե մի քիչ ավելի էժան, բայց եղել են օգտագործված եւ գրեթե անպիտանի զենքեր, հատկապես այս նոր մարդ վարելու համար բացարձակ անպիտանի զենքեր։ Այսինքն այս առումով հուսալի դաշնակցի մասին խոսել ուղղակի իսկապես ժամանակավրեպ է ընդհանրապես։ Իսկ ձեր կարծիքով ինչու է Փաշինյանը հետապնդման ենթարկում Ռուսաստանի հետ կապերի խորացման կողմնակից գործիչներին, սա Տիկին Զախարովան հիշեցնում էր Հայաստանում հիբրիդային պատերազմի մասին հարցին ի պատասխան, որ այդ տեսեք ինչ է տեղի ունենում խեղճ պարոն Վարդան Ղուկասյանին երևի նկատի ուներ միութենական պետության կողմնակից։ Նախ նաև այդ հայտարարության մեջ Զախարովան հիշեցնում է, որ նույն գործողություններն են արվել, ինչ արվում էին Մոլդովայում եւ սա եվրոպական արևմուտքի նույն սցենարն է եւ այլ։ Սա իրականում շատ կարեւոր դիտարկում է, որովհետեւ սա նաև ցույց է տալիս, թե որքան իրանք իրապես նաև հայաստանյան գործընթացներն են որպես նույն սցենարը դիտարկում Մոլդովայում եւ այնինչ Կիրիենկոն արել է Մոլդովայում, որովհետեւ դա եւս իր կուրացիայի ներքո էր հատկապես հիբրիդային հարձակումների եւ ներքին քաղաքական process-ներում շատ լուրջ ազդեցություն ունենալու տեսանկյունից նույնը ընդունում են, որ կան այդպիսի գործիչներ, Ռուսաստանի հետ կապերի խորացման կողմնակիցներ, նախայոն ընդունում են, խոսույթը եթե այսպես պարզաջրենք, դա միութենական պետություն մտնելն է։ Եվ այդպիսի գործիչներ անգամ եթե իրենք չընդունեն, մենք հասկանում ենք, որ արկա են եւ այդ գործիչները եւ ես ուղղակի մի բան պիտի շեշտեմ, որ այնինչ արվել է Մոլդովայում եւ իրավական այն process-ները, որ իրապես արվել են Մոլդովայում, նաև որոշ կուսակցություններ փակելու եւ արգելելու տեսանկյունից նման բաներ Հայաստանում չեն արվել, իրականում մինչդեռ պիտի արվեին, որովհետեւ հիբրիդային պատերազմը ենթադրում է նաև ժողովրդավարության, այն ժողովրդավարություն, բավական խնդրահարույց, բավական թերի, բավական լուրջ խնդիրներ առաջացնող, բայց գոնե որոշակի ժողովրդավարության, շատ խոցելի ժողովրդավարության պաշտպանության մեխանիզմները օրենքով պիտի կիրարկվեն, ինչը Հայաստանում չի արվել, այսինքն համեմատությունը նույնիսկ չի լինի կուսակցություն փակելը։ Նայած կուսակցություն, եթե կուսակցությունը Հայաստանի պետականության դեմ է խոսում, եթե կուսակցությունը ուղղակի ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, եթե կուսակցության հիմնական նպատակն է Հայաստանը միութենական միություն տանելու, բնականաբար այնտեղ ուղղակի սահմանադրության հետ եւ էլ չեմ ասում, որ կան կուսակցություններ, որոնք նաեւ բռնության քարոզ են արել եւ այլ, որոնք օրենքով արգելված են, այսինքն բնականաբար այս process-ը ընդ որում հիմա չպիտի սկսվեր, այս process-ը շատ ավելի վաղ պիտի սկսվեր, եւ այս մասին 2018-ից ենք խոսում։
Այսինքն այնտեղ եղել են կուսակցություններ, որոնք ընդհանրապես նախ պիտի ուղղակի վերանայվեր, նախ ստուգվեր ֆինանսական հնարավորություններ, արդյոք այնտեղ կոռուպցիոն ահռելի ռիսկեր չկան եւ այլն։ Մենք չգիտենք ահռելի գույքը որտեղից, օրինակ նույն հանրապետական կուսակցության, նույն դաշնակցության եւ այլ, այսինքն մի քանի կուսակցություններ կան, որոնք ահռելի ծավալի գույք ունեն եւ դա հայտարարագրված է, սա դեռ հայտարարագրվածն եմ ասում, սա պաշտոնականն եմ ասում, չեմ ասում թե ինչ կա, որը որ հայտարարագրված չի, որը որ պաշտոնական չի եւ այլն։ Այսինքն այս առումով այնինչ Մոլդովայում անում են իրեն ժողովրդավարությունը պաշտպանելու համար, մեծ մոտ շատ հեռու են դրանից, այնպես որ Զախարովան թող հետ չանհանգստանա։ Հետաքրքիր է այդ դրվագը ամեն դեպքում տեսեք, Հայաստանը երկու տարբերակ ունի գործոն լինելու տարածաշրջանում, ըստ պարոն Քոչարյանի։ Վկայակոչենք իր երկու հայտարարություն 22 թվականի փետրվարին, երբ որ ասում են, որ եթե մենք գործոն կդառնանք միութենական պետություն մտնելով, ինչու ոչ, կողմ էր։ Բառացի չեմ բերում, միտքը դա էր, հա։ Եվ երկրորդը Հայաստանը կարող է գործոն լինել իր տարածքից դուրս հավակնություններ ունենալու միջոցով, ենթադրում եմ նրա բարի միտքը Արցախի վերադարձն է, ասես տարբեր մեթոդիկաներով, բառապաշարով եւ այլն։ Այսպես եք դուք գնահատում գործոն դառնալու այս տարբերակները եւ ինչու Փաշինյանը չի օգտագործում նման շանսերը ձեր գնահատում։ Քոչարյանի գործոն դառնալու պատկերացումները ոչ միայն խեղաթյուրված են, ոչ միայն վտանգավոր են, այլ ուղղակի շատ եթե այդպես փորձեն մեղմ արտահայտվել հիվանդագին են եւ շատ խիստ վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ այստեղ իշխանություն կամ իշխանության դեմ գործել եւ այլն չի, սա իսկապես պետության համար վտանգավոր է եւ այն ամբողջ հարցազրույցում եւ սրան նախորդած հարցազրույցում արտահայտած մտքերը Հայաստանը ընդ որում Հայաստանը չէ, հայերը սա դրել են, հա, իրենից ինչ որտեղ առանձնացնելով այդ հայերը հայկական կողմը հայկական հայերը ովքեր են, չգիտի այդ հայկական կողմը ովքեր են եւ այլ, այսինքն մեծ հաշվով բավական լուրջ պետության դեմ հայտարարություններ են եւ պետության դեմ ցուցմունք է ըստ էության։ Այն, որ Հայաստանը կարող է գործոն դառնալ ընդհանրապես որևէ միութենական պետության նմաստ դառնալով եւ տվյալ դեպքում Պուտինի նախաձեռնած գոյություն չունեցող, բայց իր մտքում այդպես զառանցական գոյություն ունեցող եւ Լուկաշենկոյի հետ այդպես ինչ որ կերպ փայփայող միութենական պետության դա ուղղակի նշանակում է Հայաստանի ոչ միայն գործոն չդառնալը, այլ Հայաստանի զուտ այդպես ոչ միայն սուվերենության կորուստ, պետության որպես այդպիսին կորուստ, անկախության կորուստ եւ այլ, զուտ գործիքայնացում, զուտ։ Եվ երբ միացնում ենք այս երկու իր պատկերացումները, որ եթե մենք կարող ենք գործոն դառնալ, եթե դառնում ենք միութենական պետության անդամ եւ կմաս եւ կարող են գործոն դառնալ, եթե ունենում ենք այդպես հավակնություններ, մոտավորապես կարող է նշանակել, այ եթե մենք, հա, մոտավորապես եթե եզրահանգում ենք, թե ինչ էինք ուզում ասել, միանում ենք Ռուսաստանի աջակցությամբ բան ենք անում, հարձակվում ենք, չգիտեմ, Ադրբեջանի վրա։ Վատ բանաձև չի, բայց Ռուսաստանը սարսափելի բանաձև է, եթե Ռուսաստանը երբեք չի կռվում որևէ մեկի փոխարեն, հիմա ընդհանրապես նաև Ռուսաստանի փոխարեն իրենք էլ չեն կռվում, եւ եթե նաև զոհերի եւ Ուկրաինայի դեմ պատերազմում հիմնական այդպես կազմը դիտարկում ենք, այնտեղ փոքրամասնությունների, ազգային փոքրամասնությունների հիմնական մասն է, որ պատերազմ է ռազմաճակատ է ուղարկվում, եւ եթե Ռոբերտ Քոչարյանը նախ ուզում է ռազմաճակատ ուղարկել իր որդուն, Ազատը թող ուղարկի, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չպիտի դառնա մսաղացի միս, հա, պատերազմի մեջ, ոչ միայն Ուկրաինայում, այլ որևէ այլ պատերազմներում, իսկ Ռուսաստանը միշտ քանի տարի է, քանի մեկ ամբողջ դար, գուցե դրանից էլ առաջ
մենք կռվել ենք իրենց տարբեր պատերազմներում եւ զոհեր ենք տվել իրենց տարբեր պատերազմներում։ Սրանք եւ պերիֆերիա լինելը սարսափելի մի բան է, հատկապես այնպիսի արյունարբու պետության, որը ինչպիսին Ռուսաստանն է։ Բայց սա եւ հատկապես անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, հատկապես այն մասին, որ Հայաստանը սադրել է կամ, չգիտեմ, Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը սադրել է, չստորագրեցին կամ չհամաձայնեցին, չբանակցեցին, փաստաթուղթը լավն էր, փաստաթուղթը վատն էր։ Քոչարյանը լավագույնս գիտի, որ բոլոր փաստաթղթերը նախկինում եղած 30 տարի մերժել է հենց ինքը Ադրբեջանը, ադրբեջանական կողմը, Հայր Ալիևը, որդի Ալիևը։ Քոչարյանը լավագույնս գիտի, որ Ալիևը 2003 թվականից ստանձնելով իր նախագահությունը ուղղակիորեն իր հավատամքներ, գերնպատակներ պատերազմի միջոցով վերադարձնել հողերը եւ Ալիևի նպատակը 7 շրջանները չէին եւ դա շատ լավ գիտի եւ որևէ փաստաթուղթ անգամ դրված լիներ սեղանին, պատերազմն անխուսափելի էր եւ սա որևէ կերպ չեմ ասում պաշտպանելու համար որևէ իշխանության։ Ես սա ասում եմ բացատրելու համար, որ այն հայտարարությունները, որ հիմա արվում են ադրբեջանական կողմից, այն հայտարարությունները, որոնք հիմա արվում է Բայրամովի կողմից եւ ընդհանրապես իրենք շարունակաբար սրանք անելու են, դրանք բավական լուրջ կոգնիտիվ պատերազմի բաղադրիչներ են։ Այսինքն իրենք մեղքը պատերազմ սանձազերծելը բոլոր միջազգային բոլոր իրավական փաստաթղթերով, հումանիտար օրենքից մինչև հնարավոր բոլոր ՄԱԿ-ի կանոնադրությունից մինչև այդպես ստորին կոնվենցիաներ եւ այլը, չնայած չեն լինում ստորին կոնվենցիաներ, բայց ուզում եմ ասեմ բոլոր իրավական կարգավորումներով պատերազմ սանձազերծելը հանցագործություն է մարդկության դեմ։ Այս դեպքում զոհն է մեղավոր։ Այս դեպքում իրենք ստացվում է, որ սա չի եղել Քոչարյանը եւ այն մեղադրանքը, որ նաեւ Բայրամովն է ասում, այսինքն Բայրամովի, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խոսույթները ուղղակիորեն մեկը մյուսին կրկնում են։ Սա շատ վտանգավոր է եւ նաեւ մեր հանրության շրջանում է այս խոսույթը անընդհատ տարածվում։ Արդյոք այ եթե ստորագրենք, այ եթե սենց անենք, պատերազմը կլիներ եւ այլն եւ այլն։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որովհետեւ սա հիմնականում ինչն է նպատակը։ Բայրամովի հայտարարությունը ուղղակիորեն նպատակ ունի Ալիևին մաքրագործել, պատերազմ գործելու հանցագործություններ։ Դա շատ նորմալ է իրենց համար, բայց բացարձակ նորմալ չի, որ դրա գործիքը դառնում ենք մենք։ Դառնում են մեր նախկին երկու չընտրված նախագահները եւ դառնում է մեր հասարակությունը։ Սա քննարկելով հանուն ինչի, հանուն իշխանության դեմ որևէ քայլ անելու, սրա հետևանքները, որովհետեւ եթե դա չի լինում, Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինչ որ մի օր իրավական կարգավորումները եւ իրավունքի գերակայությունը այս աշխարհում վերականգնվելու այսպես չի մնա, հա? Եվ հասկանում է, որ ինչ որ մի օր դրա պատասխանատվությունը պիտի կրի։ Չսադրված, unprovoked պատերազմ սանձազերծելը բավական լուրջ հանցագործություն է մարդկության դեմ։ Սրա պատասխանը իրենք պիտի կրեն։ Եվ ստացվում է, որ ներսում սա քննարկելով, արդյոք մենք կարող ենք, այ եթե սա չասվեր, այ եթե այս փաստաթուղթը ստորագրվեր կամ չստորագրվեր եւ այլը, սրանք ասելով, սա քննարկելով, մենք ուղղակիորեն ջուր ենք լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին, ընդ որում սա ուղղակիորեն այդպես քարոզչության թեզերը, քարոզչական թեզերը, նարատիվները տարածել չի, սրանք բավական լուրջ հետագայում կարող են իրավական նաև գործընթացներ դառնալ, եւ որը հետագայում ոչ միայն լինելու է իշխանության պատասխանատվությունը, որովհետեւ ես հասկանում եմ Քոչարյանի քաղաքական կամ Սերժ Սարգսյանի քաղաքական այդպես մոտիվացիան սա ասելու, մտածում են դե սրանով զայրույթ կհրահրեն, սրանով մեծ հաշվով իշխանություն կվերցնեն եւ այլն, բայց որպես պետության ղեկավար, եթե Աստված մի արասցե իրենք հետագայում դառնան պետության գլուխ, իրենք են էլի պատասխանատվություն կրելու, այսինքն պետությունն է կրելու
պատերազմ սանձազերծելու կամ պատերազմ, ինչպես հենց Քոչարյանն է ասում, պատերազմ հրահրելու պատասխանատվությունը, եւ սա վերաբերելու է ոչ միայն արդեն պետության վրա, ոչ միայն փոխհատուցումներ տալու, մեղադրանք ահռել, սա պետության դեմ մեղադրանք է, սա կոնկրետ Նիկոլ Փաշինյանին դեմ մեղադրանք չի, սա կոնկրետ իշխանության դեմ մեղադրանք չի, սա Հայաստանի Հանրապետության դեմ մեղադրանք է, եւ որը հետագայում, որի ուղղակի շարունակելու են բոլոր մնացած նարատիվները, որ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Հայաստանը նացիստական պետություն է, որ Հայաստանը ֆաշիստ է, որ Հայաստանին պետք է ապառազմականացնել, որովհետև ֆաշիստ է, եւ Հայաստանը պետք է ապա նացիֆիկացիայի ենթարկվի, որովհետև ֆաշիստական պետություն է եւ վտանգավոր է տարածաշրջանի համար։ Այսինքն այս բոլոր նարատիվները ի վերջո հնարավոր է տարածել, եթե այս շարունակական քննարկումը մեր մեջ նաեւ ունենանք, որ մենք սադրել ենք պատերազմը, թե մենք հրահրել ենք պատերազմը, այսինքն ստացվում է, մոտարապես այն են քննարկում, որ ոնց որ թե Ալիևը դե Ալիևը կարծես թե ուրիշ ճար չուներ։ Խեղճ Ալիև, դուք սադրեցիք, դուք հույսը կտրեց, որ բանակցությունները կստանա տարածել։ Մենք էլի պիտի վերադառնանք 2018 թվական հասկանալու համար, իսկ ոնց այդ ամբողջ մեղք չուներ, միգուցե պետք է շարունակեր հույս տալ Ալիևին։ Ես դրա համար եմ գալի, իսկ ինչ գիտենք, որ դա տեղի չի ունեցել, որովհետև Հայաստանը երբեք այդպես չի մերժել բանակցային որևէ պրոցես։ Վիրավորում ենք Ալիևի ինտելեկտը, որը, ասենք, մինչև Փաշինյանը մի, չգիտեմ, 30 տարի առնվազն, ու ինքը 22 տարի, բայց դրանից առաջ 30 տարի անընդհատ ասվել է, որ այո, մենք տալիս ենք, եւ սա է նաեւ երկու նախագահների հատկապես, որտեղ առաջին նախագահը այս դեպքում բոլորովին այլ ծիրի մեջ է միշտ բանակցությունները տարել, եւ այս դեպքում նաեւ նույն Քոչարյանը իր մեղքի բաժինը ունի, որ 97 թվականին, որովհետեւ երբ որ խոսում են 2019-ին եղել է լավ փաստաթուղթ, 2019-ին եղել է վատագույն փաստաթուղթը բոլոր դրան նախորդած փաստաթղթերից, վատագույն։ Դուք ծանոթ եղել եք։ Բայց ես ծանոթ չեմ եղել, բայց ես պատկերացնում, որովհետև 2016-ին արդեն վատ փաստաթուղթ ունեինք։ Երբ չէր կարող 2019-ի փաստաթուղթը արդեն ավելի լավ լինել։ Գնայք, կարծեմ այն ժամանակ պատգամավոր եք։ Ես պատգամավոր էի, բայց դեռ այսքան այդ բանակցային process-ների փաստաթղթերին որևէ կերպ հասանելի չենք եղել։ Այսինքն չի եղել ինքը մեր գաղտնիության տիրույթում, հա, այսինքն դրանք շատ ավելի այդպես գաղտնի բանի գրիֆի տակ են եղել։ Կհրաբարակվենք, կտեսնենք, բայց ես ավելի քան վստահ եմ, որ դա վատագույնն է եղել դրան նախորդած բոլոր փաստաթղթերի համեմատությամբ։ Լավագույնը իհարկե 97 թվականն էր, որը հենց նույն Քոչարյանի ձեռամբ ուղակի ձախողվեց, իհարկե դա միայն իր մեղքը չէր։ Բայց վերադառնալով 2018 թվական, եւ այստեղ նորից պիտի գամ այն հիմնական հարցին, որը հիմա դարձել է մասնագիտական հիմնական ուղղությունը, կոգնիտիվ եւ հիբրիդային տեղեկատվական պատերազմը։ Այնինչ 2018-ի հուլիսից օգոստոս, սեպտեմբեր եւ դրան հաջորդած մինչեւ 2020 թվականը արվում էր եւ արվում էր հատկապես ռուսական տարբեր դերակատարների ու նաեւ հանրապետական տարբեր դերակատարների, հանրապետական կուսակցության տարբեր դերակատարների կողմից կրկին հիբրիդային տեղեկատվական պատերազմ էր։ Ինչ էր արվում։ Սկզբում սկսվեց ինչ խոսույթ էր հիմնականում 2018-ի հատկապես հուլիս-օգոստոս ամիսներից։ Եկել է հողերը տա, դա։ Եկել է հողերը ծախի, եկել է հողերը հանձնի։ Եվ հաշվի առնելով հատկապես այդ ժամանակահատվածը, նաև որպես այդպիսի Նիկոլ Փաշինյանի որպես քաղաքական գործիչ պոպուլիստ բնույթը չենք կարող դա նաև հերքել, սա նրան մղում էր անընդհատ, որ որևէ կերպ, որևէ քայլի, որևէ զիջման
չգնա, որովհետև երբ որ դու անընդհատ մարդուն ասում ես, այ դու եկել ես, որ հողերը տաս եւ այլն, հատկապես պոպուլիստ քաղաքական գործիչը բնականաբար դրա հակառակն է անում եւ սա հատուկ մտածված գործողություն է, ակնհայտորեն, այսինքն հիմա որ հետ ենք նայում գիտական զուտ որպես հետազոտող եմ հիմա ես դրան ամրապնդելու այսպես ասենք, ես երբ որ արդեն որպես հետազոտող եմ սրան փորձում սա ուսումնասիրում, ես հասկանում եմ, որ սա շատ լավ մտածված, ընդ որում ռուսական կողմից մտածված գործողություն էր։ Հասնում ենք ինչեր նաև Բայրամը խոսում, հա, այսինքն այդպես քրոնոլոգիայով ներկայացնում էր նաև որ Տավուշը, ընդ որում նաև դրա մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը, Տավուշյան դեպքերի մասով, այո, բավական մեծ էր սխալը իշխանության, որ դա այդպես մեծ այդպես արձագանք տրվեց, փառաբանվեց եւ այլն, բայց հետո երբ որ հասկացան թե ինչ է տեղի ունեցել, դրան հաջորդեց նաև Խաչատուրովի գործը եւ այլ եւ այլն։ Ինչ տեղի ունեցավ Տավուշյան դեպքերի օրերին Ադրբեջանում։ Ավտորիտար Ադրբեջանում որևէ մեկը հավատում է, որ այնտեղ ինքնաբուխ մարդիկ դուրս եկան, գնացին, մտան պարլամենտի շենք եւ պահանջեցին պատերազմ, հա, դա անհեթեթ պիտի լինել, ուղղակի բացարձակ չհասկանալ Ադրբեջանում ներքին իրողությունները, որ պնդեն, որ դա տենց ինքնաբուխ պայքարի միջոց էր։ Սա ակնհայտորեն պայմանավորված գործողություն էր, որ եւ դա ակնհայտ ես այնտեղ նաև ռուսական որոշակի գիծ եմ տեսնում, որ սա պիտի, հա, այսինքն իշխանության կողմից, Ալիևի կողմից թողտվությամբ գնացեք, դրթեք, իբրև թե դուք ձեր իշխանությունից պահանջում եք պատերազմ։ Եվ այնտեղ պահանջում է միակ սլոգանը, միակ ուղերձը այդ ցույցերի ժամանակ, որոնք մտել էին Միլի Մեջլիս, միակ ուղերձը եւ պահանջը հենց դա էր՝ պատերազմ սկսել, թույլ տվեք մենք գնանք մեր հողերը հետ բերենք եւ այլ եւ այլ։ Սա չէր կարող ինքնաբուխ այդպես ցույց լինել, հա, սա ակնհայտ դրան էր տանում։ Եվ սրան հաջորդած արդեն ռուսական կողմի նաև մեկ այլ խոսույթը, որ էլի 2018-ից էր սկսել, որ մեծ հաշվով ազատում էր Ռուսաստանի այդպես որպես դաշնակցի ձեռքերը եւ իր համար այդպես ալիբի էր ստեղծում որևէ կերպ չպաշտպանելու, դա մյուս խոսույթներ, մյուս նարատիվներ, որը կրկին էլի հիբրիդային տեղեկատվական պատերազմի մի բաղադրիչ է, որ դե դուք սորոսական եք, դուք այդպես արևմուտքի գործակալներ եք, մենք չենք օգնում։ Հիշեք պատերազմի օրերին բոլոր Սալավլովներ, Կիսիլովներ եւ ամբողջ բոմոնդը իրենց հերոստատեսային բոլոր բանավեճերում հիմնական ուղերձը դա էր։ Մենք չենք օգնում Հայաստանին, որովհետեւ նրանք արևմուտք են, սորոսական են, գործակալ են եւ այլ եւ այլ։ Ինչու էր սա ստեղծվել, որովհետեւ Ռուսաստանը շատ լավ գիտեր եւ աջակցում էր այս պատերազմական գործողություններին եւ ինչու էր աջակցում նորից ենք գնում հետ, որովհետեւ Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմը բոլորովին 2022-ին չպլանավորեց, հա, դա երկար պլանավորված պատերազմ էր, հասկանում էր, որ ինչպես 2014-ին շատ ավելի լուրջ սանկցիաներ են կիրառվելու եւ այդ սանկցիաներից դուրս գալու տարածաշրջանից միակ ելքը Ադրբեջանն են, տնտեսական առումով դուրս գալու Ադրբեջանն է եւ Թուրքիան եւ իսկ ինչպես պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակցությունը կարողանա գրավել, պարզ է, գինը պիտի վճարի Հայաստանը, գինը պիտի վճարվի Արցախով։ Եվ էլի բոլորովին պատահական չի, սրանք բոլորը քրոնոլոգիայով ակնհայտ ցույց են տալիս, թե ինչ երբ են տեղի ունեցել 2022 թվականի Ուկրաինայի պատերազմից մեկ օր առաջ, ուղիղ մեկ օր առաջ ստորագրվեց Ադրբեջան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների փաստաթուղթը։ Բնականաբար այդ փաստաթուղթը մեկ օր, այո, մեկ օր առաջ չէր, որ գրվել էր, դա բանակցվել էր տարիներ շարունակ։ Եվ այո, շատ ճիշտ եք ասում, որ հենց այդտեղ էր նաև գրված, որ սեպարատիստների դեմ պայքարի եւ որը նաև հող նախապատրաստեց 2023 թվականին Արցախի դեմ արդեն գործողությունները, ռազմական գործողությունները։ Կարելի է ասել, որ Ռուսաստանը այսօր խնդիր ունի հայ հանրության առաջ նաև արդարանալու իր մեղքերը բաժին հանելու
հայաստանյան այս իշխանությունների կամ միգուցե ընդդիմության ինչ-որ հատվածների, այսինքն հայեր դուք եք մեղավոր։ Ես որևէ մեղք չունեմ, թեև տեսեք, օրինակ այս Պրահայի թեման էլ է, չէ՞, հաճախ քննարկվում, որ գնացիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը մեջը։ Բայց եթե փաստերին, այսպես դիտարկենք, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է շատ շուտ, երբ որ ԱՊՀ էր մտնում, չէ, ԱՊՀ այդ կանոնադրային փաստաթղթերը ստորագրելով իրար տարածքային ամբողջականություն են ճանաչել, Պրահայում վերահաստատել են այդ 90-ականների ճանաչումը, բայց գիտեք, այստեղ շարունակությունը որն է, որ դուք Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի տարածք եւ խեղճ Ռուսաստանը ոնց ասեր Ադրբեջանին, որ կան հայեր, որոնք ինքնորոշման խնդիր ունեն, ես պաշտպանում եմ նրանց, այսինքն Ռուսաստանին հիմք տալիս էր Հայաստանի չճանաչելը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց այստեղ մի իրադարձություն է կորսվում, որի մասին չգիտեմ ինչու մոռանում են, դա 22 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան էր Հայաստանի դեմ, երբ որ Ռուսաստանը մեզ մենակ թողեց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Իսկ Ադրբեջանը այդ ժամանակ ինչ էր ասում, երբ որ հարձակվում են, ասում էր դուք չեք ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը, ես էլ ձերը չեմ ճանաչում, օկուպացնում եմ ձեր տարածքը։ Այ ինչու Ռուսաստանը այդ ժամանակ հայ զինվորի հետ միասին չկռվեց, չապահովեց մեր տարածքային ամբողջականությունը, ինչի պարտավորությունը ուներ, մեր լեզուն Ադրբեջանի առաջ երկար կլիներ, որ եղբայր, այո, մենք կարող ենք չճանաչել քո տարածքային ամբողջականությունը եւ դու չես կարող գրավել մեր տարածքները հարկադրելու, որ ճանաչեն քո տարածքային ամբողջականությունը, որովհետեւ ունենք Ռուսաստանի պես դաշնակից։ Այ եթե Ռուսաստանը ուզում էր, որ մենք չճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ինքը մնա Ղարաբաղում։ Ինչու մեզ չօգնեց Տիկին Աբրահամյան։ Նախ Ռուսաստանից չէինք էլ ակնկալում, որ իրենց զինվորը պիտի գա մեր զինվորի հետ կռվի։ Չէ, իր շահի համար, չէ, որ ինքը ուզում էր մնալ ակնկալում։ Եվ Ռուսաստանից միակ բանը, որ ակնկալվում էր, քաղաքական գնահատականներ, որը անգամ չտրվեց։ Մի բան որ տրվեց եւ ԵՄ-ի կողմից, եւ ԱՄՆ-ի կողմից, եւ այլ, այսինքն, բայց նրանք որևէ մեկը մեր դաշնակիցը չէին։ Իրավական առումով Ռուսաստանը ուներ պարտավորություն ոչ միայն քաղաքական գնահատական տալու, այլ ուներ պարտավորություն, ինչպես դուք ասացիք, այո, մեր զինվորի հետ կռվելու։ Միշտ ինչ է տեղի ունեցել հաղթանակը կլիներ։ Եւ այո, բայց սրան նախորդել էր իրականում, այսինքն եթե ռուսական կողմը այդպես խնդիր ուներ, որ Հայաստանն է ճանաչել եւ այլ, Պուտինի հարցազրույցը 2020 թվականի դեկտեմբերին, որը հստակ է ասում, որ դե միշտ մենք դիտարկել ենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային մասն է, տարածքային ամբողջականության մասն է, արցախցիներն հետ կանչեց, ասելով եկեք իմ անվտանգության երաշխիքի տակ եք։ Այո, եւ երկրորդը, երբ փակվում էր Լաչինի միջանցքը, Հայաստանը այդ ժամանակ ինչ process-ի մեջ էր, այսինքն այս առումով դժվար էր այնտեղ որևէ կարգ ու կանոն հաստատել, պաշտպանել այնտեղ քաղաքացիների իրավունքների, ի վերջո ամենատարրական իրավունքները, այսինքն բաներ են եւ հիմա երբ խոսում են եւ եթե հիշում եք նախորդ տարի Զախարովայի հայտարարությունը, որ եթե լինի Հայաստանում այնպիսի ուժ, որի հետ ռուսական հարաբերությունները ավելի դրական այդպես դինամիկայով կզարգանան, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Արցախցիները այնտեղ ապրում էին, այնպես անեիք, որ այնտեղից դուրս չգային։ Եվ սա նաև պատճառ էր իրենց 2022-ի այն նույն փաստաթղթի, որի մասին հիշատակեցի, որի ամբողջ որի գինը մեծ հաշվով հենց Արցախն էր։ Գնանք մի հատ բան ընդհատեմ, էլի, երբ որ Ռուսաստանի Դաշնության դեսպանը, ոչ թե ինչ որ վերլուծապահ պրոպագանդիստն, Բաքվում ասում է ուրախացել էր, հա, ազատագրեցիք Ղարաբաղ, ազատագրել բառը։ Եվ ոչ միայն Բաքվում, մեկնում է Շուշի, այսինքն այնտեղ է նաև ազատագրել բառը հասկանում եք, չէ՞, մենք օկուպանտ ենք եղել Արցախի,
Ադրբեջանը ազատագրել է եւ Ռուսաստանի դեսպանը Բաքվում շնորհավում է ադրբեջանցիներին։ Հիմա եթե այս երկիրը ինչ է կարծում, ոնց է էլի արցախցիներին տանելու, էլի օկուպացնելու է, հա, Ադրբեջանի տարածքը իր ընկալմամբ, չեմ հասկանում։ Չէ, իրենք պատկերացնում են դա լինելու է վերադարձի իրավունքի այդպես շրջանակում եւ վերադառնալու են եւ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, այսինքն սա է հիմնական նպատակը։ Սա իրականում ուղղակի զուտ արցախցիների էմոցիոնալ սենտիմենտների վրա խաղալու մի հնարք է, որը կարծում եմ ընտրությունների ժամանակ բավական շատ շահարկվելու է առաջիկա հատկապես ընդդիմության, հատկապես ռուսական, այդպես պրոռուսական ուժերի կողմից բավական շատ շահարկող թեմա է դառնալու, որովհետև այնուամենայնիվ մենք հասկանում ենք այն ողբերգության միջով, որ անցել են մեր հայրենակիցները, ամենաչնչին հույսը չկորցնելու եւ ամենաչնչին հնարավորությանը հավատալու խնդիր ունեն եւ սա նորմալ է հետտրավմատիկ հոգեվիճակում գտնվող մարդկանց համար եւ սա օգտագործելու են եւ սա ամենաստոր նաեւ քաղաքական քայլը կլինի սա օգտագործելը։ Ամփոփենք 26-ի ընտրությունների հավանական սպասվող տեխնոլոգիաներից, իհարկե սա այնքան մեծ թեմա է, որ 5 րոպեով խոսելու չի, բայց հաշվի առնելով Մոլդովայի փորձը, որի մասին հիշատակում էր Տիկին Զախարովան, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից ուժերին հետապնդում են, ինչպես Հայաստանում են հետապնդում եւ այլն, Ռուսաստանի մաքսիմալ խնդիրը ո՞րն է լինում, ասենք հույս են դնելու մարդկանց կարճ հիշողության վրա, որ դե կմոռանան, որ ասենք արցախցիները բռնի տեղահանվում են Պուտինի մեծադիր նկարի տակ եւ էլի ինչ որ մարդիկ կայտնվեն, կասեն մեր կյանքը միութենականում է, բրավո Պուտին, սպասիբա Ռոսիա եւ այլն, ինչ ունեն էլի առաջարկել այս ժողովրդին, չգիտեմ։ Գիտեք, գործիքակազմերը շատ տարբեր կարող են լինել, այսինքն իսկ ով ասաց, որ հենց ռուսական եւ հենց պրոռուսական նարատիվով են իրենք առաջ մղելու ինչ-որ մեկին։ Այսինքն իրենք կարծում եմ շատ կարող է լինել, որևէ մեկը կարող է լինել, այսինքն լրիվ ռուսական ֆինանսական միջոցներով եւ չլինի օրինակ պրո-ռուսական։ Սրանք մեթոդներ են, որոնք նաև կիրառվել են քողարկման նպատակով, այո, որովհետև իրենք էլ են հասկանում, որ այնուամենայնիվ այն հիմնական քաղաքական գործիչները, որոնցով իրենք ինչ որ ժամանակ հատկապես 2021 թվականին փորձել են վերականգնել իրենց վերահսկողությունը քաղաքական process-ների վրա չի ստացվել եւ երկրորդ անգամ չեմ կարծում դրա վրա նորից, այսպես ասած, բան անեն, խաղադրույք տնեն։ Սամվել Կարապետյանը այս դեպքում իրենց համար այդպես նոր Իվանիշվիլի սցենարներ, որը վստահ եմ, որ հնարավոր չի լինելու որպես այդպեսին խաղացնել կամ որպես խաղադրույք օգտագործել, չնայած այստեղ ֆինանսական ահռելի ռեսուրսներ կան եւ այլ եւ այլ։ Ինչու խոսույթի խնդիր կա իրենց մոտ։ Ես հաճախ լսում եմ, որ Քոչյանի հետ իրենց խոսույթները հատում են, այսինքն նույն բանն են ասում։ Բայց տեսեք, նաև տարբերություն այստեղ այնուամենայնիվ կա, որ շատ ուղիղ պրոռուսական հաճախ չեն, այսինքն այս առումով փորձում են որոշակիորեն այդպես չնույնանալ, հնարավորինս քողարկել կապերը եւ այլն, բայց այդպես պրիմիտիվ կամ քաղաքականությունից քաղաքական process-ներին ծանոթ, ոչ ծանոթ անձին էլ հասկանալի է, որ Ռուսաստանում օլիգարխիայի մաս կազմող եւ ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող անձը չի կարող անկախ գործել ռուսական ամենավերևում գտնվող իշխանությունից, հա, այսինքն սա անհնար ուղղակի մի բան է, որովհետև սա այն պետությունը չէ, որտեղ հնարավոր է գումար աշխատել եւ որտեղ հնարավոր է ֆինանսական լուրջ միջոցներ կուտակել առանց վերևի թողտվության եւ առանց վերևի վերահսկողության ու նաեւ իշխանության լծակների։ Այնպես որ այս առումով որքան էլ փորձեն մի քիչ այդպես դիստանցավորել իրենց ռուսամետությունից,
դա մեծ հաշվով չի ստացվելու, բայց մյուս կողմից ռուսական հիբրիդային հարձակումները շատ տարբեր գործիքակազմերով են լինելու եւ այստեղ նաեւ ադրբեջանական գործիքակազմն է կիրառվելու, հա, այսինքն մենք այստեղ հիբրիդային հարձակման ենք ենթարկվում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաեւ Ռուսաստանից, ոչ միայն Ռուսաստանից ներքաղաքական տեսանկյունից, նաեւ ներքաղաքական տեսանկյունից Ադրբեջանից, որովհետեւ հիմա օրինակ նույն Բայրամովի հայտարարությունը սա ոչ միայն իրենց համար հնարավորություն է տարիների կտրվածքով ստեղծել նարատիվը, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսել եւ ընդ որում սա նոր բան չի, սա վաղուց են սկսել իրականացնել, ընդ որում մեկ այլ նարատիվ են շարունակաբար հիմա նաեւ էլի տարածում, այս մասին մենք ձեզ հետ խոսել ենք, որ 2023-ին հայերին որևէ մեկը չէր հանում, իրենք դե Հայաստանը, որովհետև ուներ դեմոգրաֆիկ խնդիրներ, Ադրբեջանի հորդորներին անսալով արցախցիներին տարավ Հայաստան, որպեսզի լուծի իր դեմոգրաֆիկ խնդիրները, այս նարատիվն են հիմնականում տարածում, եւ սա էլի քիչ-քիչ ընդ որում վերջերս շատ ցավալիորեն լրագրողներից մեկը նաև հարց բարձրացնելով, եթե չեմ սխալվում, հենց էլի վարչապետին ուղված հարցեր, ասաց, բա բերել եք այս մարդկանց, բա ինչու սոցիալական խնդիրները չեք լուծում։ Սա տիպիկ, էլի եմ կրկնում, ադրբեջանական նարատիվ է, Հայաստանը չի բերել, բռնի տեղահանվել են արցախցիները, Հայաստանը չի բերել այս մարդկանց, հա, այսինքն այս արտահայտությունները ուղղակի պիտի բացառել մեր խոսակցական, մեր խուսույթից ընդհանրապես։ Ժամանակ ես հիշում եմ, ասում են Հայաստանը արգելում է, որ նրանք գան։ Դա էլ մի ուրիշ Եվ Արցախի մեր հայրենակիցները ասում են, որ ռուս խաղապաններն են այդ խոսակցությունները։ Այո, այդ խոսույթն էլ ռուսական նարատիվն է, որ Երևանը ձեզ չի ընդունում։ Եվ եթե, այսինքն մենք շատ ենք մեր շահառուների հետ շփվել եւ արցախցիների հետ մեր կազմակերպությունը չափազանց շատ է աշխատում եւ այդ օրերին շատերն էին իսկապես հուզված ասում, որ մենք չենք սպասում այսպիսի ընդունելություն, մենք չենք պատկերացնում, որ դուք մեզ սենց Հակարիի կամուրջից այն կողմ, այսինքն Գորիսի հատվածից, Սյունիքի արդեն հատվածից մեզ այսպես սպասում եք եւ պատրաստված եք եւ պատրաստ եք այդքան մեզ աջակցել։ Իրականում սա իրենց համար շատ անակնկալ էր, որտեղ այնքան էին արդեն ուղեղները լվացել, որ Հայաստանը ձեզ լքել է, Հայաստանը ձեզ չի սպասում, Հայաստանը չի ուզում, հայաստանցիները չեն ուզում, որ դուք գնաք եւ այլ, որ մարդիկ իսկապես այդ մեծ վախը ունեին, որ կարող է այստեղ բավական լուրջ այդպես բախման ենթարկվեն։ Այնպես որ մենք պիտի հասկանանք, որ ամեն խոսքը պիտի կշռադատենք եւ այդ չարությունը, որ մեր մեջ հիմա իսկապես կա շատ-շատերի մեջ կուտակված, գուցե օրինաչափ, գուցե օբյեկտիվորեն կուտակված իշխանության դեմ, որևէ կերպ դա պետության դեմ չկիրառվի։ Սա իրապես շատ վտանգավոր, շատ նեղ սահման է, բայց ես նորից եմ կրկնում, այն խոսույթը, որ հիմա Ադրբեջանը ստեղծում է պատերազմ սանձահարելու եւ պատերազմ սադրելու տեսանկյունից եւ որը մեր մեջ քննարկվում է եւ քննարկվում է ամենաբարձր մակարդակով, սա իսկապես ուղղակի ողբերգություն է, որ նախկին երկու նախագահներն են սա այդպես բավական բարձր քննարկում եւ բավական այդպես փորձելով ինչ որ փաստարկներ գտնել եւ փորձելով բավական լուրջ մանիպուլացնել հանրությանը, սա շատ վտանգավոր է եւ հետագայում սա Հայաստանի Հանրապետության դեմ իհարկե կան։ Ահռելի շատ են Փաշինյանին եւ ընդհանրապես այս իշխանությանը քննադատելու տիրույթները ահռելի շատ են։ Ես չգիտեմ ինչու են շատ ավելի, ընդ որում շատ ավելի փաստարկված։ Իսկ ինչու են դառնում այդպես ադրբեջանական քարոզչական գործիք, ես չեմ հասկանում։ Մի լայն հանրության տեսանկյունից հասկանում եմ, որտեվ մարդիկ իսկապես չեն պատկերացնում, թե ինչպես է այս գործիքը աշխատում, բայց ներողություն, նախկին երկրի ղեկավարները, որոնք տասնամյակով ղեկավարել են պետությունը, չեն կարող չհասկանալ, թե ինչպիսի գործիք են իրենք դառնում եւ ինչ ծառայություն են այս դեպքում մատուցում Ադրբեջանին։ Սա չհասկանալ հնարավոր չի։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք իրադարձություններին։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Գայանե Աբրամյանին։